Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջասով հետքերով արկածների Վայ, պաստորն այսօր կիրակի է։ Դե ինչ, ուրախ կիրակին համարում ենք սկսված։ Ողջույն սիրելի օրագիր, այսօր ես կգրանցեմ իմ ունկերներիս հաղթանակները։ Այսօր օրը կիրակի էր և ես չգիտես ինչու մոռացել էի դրա մասին և հասել դպրոց։ Իսկ հիմա հաղթանակների մասին։ Ամենակարևորը ճանապարհորդի օրագիրն էր, որը մենք գտանք։ Օրագրում հանելուկներն ու առաջադրանքները քիչ չեն, և մենք շարունակում ենք հաղթահարել փորձություններն ու արգելքները։ Իսկ դա հավատացեք, այդքան էլ հեշտ չէ։ Մի հատ կիրակի, որ ես պիտի նորմալ քնեի։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ մենակ ես չեմ այս վիճակում, դուք էլ եք իմ նման խառնել օրերը։ Սա կոչվում է ռեժիմ, քանի որ մեր օրգանիզմը սովոր է շաբաթական 5 օր արթնանալ, նույն ժամին ու անել նույն գործողությունը, մեխանիկորեն այդ ամենը մյուս օրերին էլ անում։ Բա ոնց անենք, որ կիրակի օրերին ով ինչքան ուզում է քնի։ Հանգիստ եղի, մենակ մենք չենք, բոլորին էլ այդ հարցը տանջում է։ Ես եմ մեղավոր, ես պիտի զարթուցիչս անջատեի։ Ինչի դուք զարթուցիչով եք արթնացել։ Այո։ Դու էլ։ Հա։ Զարմանալի է։ Ես պարզապես աչքերս բացեցի ու առանց զարթուցիչի արթնացա։ Այդ դեռ հարց է, պետք է պարզել։ Զարթուցիչը օգնում է արթնանալ, թե խանգարում է քնել։ Երեխեք, մենք ավելի մեծ հարց ունենք։ Գորից տեղեկություն չունեք։ Գորը։ Գոր։ Քնած եմ մնացել։ Երեխեք, քնած եմ մնացել, արագ հագնվեմ ու գամ։ Գոր, հանգիստ եղի, այսօր Հագնվի, հետո դու ինձ ստրես տանի։ Արագացրու, դասատուին ինչ ենք ասելու, ինչ ես ուշացել։ Գիտեմ, ասեք, վերելակում եմ մնացել։ Գոր ջան, ինչ վերելակ։ Երեխեք, բայց ամեն դեպքում սխալ բան է։ Ինչն եք սխալ անում։ Դե չեք տեսնում ինչ վիճակի մեջ է։ Չեք ասում, որ կիրակի է։ Աննա ջան, սա վատարար չի։ Բա ինչ է։ Սա գաղափարի է։ Ինչ խելացի ես։ Այո։ Վերջ արագացրեք գնացին, կասեմ առավոտյան մի քիչ վատառողջ եմ եղել։ Արագացրեք գնացինք։ Այսօր կիրակի է։ Հա? Ասեմ ավելին, մեր կյանքում կա օրագիր, ճանապարհորդ, գանձեր, գոր գանձեր։ Ավելի աղբերական էլ մի սկսեք։ Վստահ եմ նույնիսկ ճանապարհորդները շաբաթվա մեջ գոնե մի անգամ ազատ օր ունեցել են։ Ու վստահ եմ այդ հանելուկի մեջ չի ասելու գնացեք, պարկեք, հանգստացեք, պաղպաղակ կերեք, չեմ ես պիտի տանի ինձ որ ցուրտ, մութ ու խոնավ տեղ, վստահ եմ։ Մի դժգոհի էլի։ Բա ինչ անեմ, պարեմ, ռախ տկատում, տկատում։ Թոր! Արկածները հանգստյան օրեր չեն հարցնում։
Լիովին համաձայնում։ Հետաքրքիր է, դու միշտ ոգևորված ես եղել, միշտ գանձ ես մանեկել։ Հիմա դեմ ես։ Հա լավ, թող գանձերն ու արկածները սպասեն շաբաթվա մի ուրիշ օրվան։ Շատ լավ։ Ուրեմն այս անգամ արկածների կգնանք առանց քեզ։ Ինչ ասացիր։ Ասում եմ արկածների կգնանք առանց քեզ։ Գնանք։ Գնացինք։ Երեխեք, Ինչ։ բա չենք կարդում։ Իհարկե կարդում։ Հիշիր անցյալդ եւ կարևորիր ներկադ։ Ես մեր քաղաքից մի փոքր անցյալ պահել եմ այն վայրում, որտեղ սպորտը խաչվում է արվեստին։ Ճանաչեք այդ անցյալը եւ թողեք ձեր ներկան։ Մի զարմացեք, մենք եկել ենք Գեղասակի դպրոց, որտեղ Գեղասակը համ սպորտ է, համ էլ արվեստ։ Էս այն վայրերից է, որտեղ սպորտը ձուլվում է արվեստին։ Ճիշտ է ասում, տեսեք։ Երաժշտության ներքո պարում են, բարդ շարժումներ անում։ Ու սա համարվում է օլիմպիական մարզաձև։ Կարող է հիմա չհավատաք, բայց ասեմ, որ ներկայացումներ էլ կան, որոնք տեղի են ունենում Սառցե դաշտի վրա։ Այնպես որ, եթե պետք է բացատրենք, թե որտեղ է սպորտը ձուլվում արվեստին, պատասխանը Գեղասակ։ Ես հասկանում եմ, որ Գեղասակը համ արվեստի ճյուղը, համ էլ սպորտ, բայց դու մեզ սկալ տեղ ես բերել։ Դե ես մտածեցի, այստեղ նկատի ունի։ Հիմա ինչ։ Վախս հանեմ, սառույցը կոտրեմ ու ինքն պետի տակ։ Պետք չի։ Հիմա ինչ, վախս չհանեմ, ճիշտն պետի տակ։ Լավ, հիմա կատակ անելու ժամանակը չի։ Պարզ գրված էր, չէ՞։ Արվեստը խաչվում է սպորտին։ Այդ ամեն ինչը ճիշտ եք ասում, բայց դա մեզ ոչ մի բան չի տալիս։ Մենք խճճում ենք։ Մի հատ հիշեք էլի։ Ասում եք հիշեք ձեր անցյալը։ Ես անցյալից մի կտոր մեր քաղաքից թաքցրել եմ այդտեղ։ Լավ դարբերակը։ Կարծում եմ սա չի պատասխանում։ Գնացինք։ Ուրիշ բան է պետք մտածել։ Դե ինչ որ բարեր կան, որ համարվում են սպորտ։ Կարող է ուղղությամբ մտածենք։ Չէ, երեխեք, ինձ թվում է դա ինչ որ վայր է, ոչ թե ինչ որ արվեստ կամ սպորտ։ Մեզ պետք է brainstorming անել։ Գիտես, ինձ մեկ-մեկ թվում է դու այլ մոլորակային ես։ Հա, այս ինչ բառեր ես ասում։ Հայլի, ասալ մենք էլ իմանանք։ Բացատրեմ։ Իհարկե։ Նստեք բացատրեմ։ Ուրեմն այսպես, տղաներ եւ աղջիկ։ Ինչ է նշանակում brainstorm։ Ուղիղ թարգմանաբար նշանակում է ուղեղների գրոհ։ Այսինքն, մի հարցի շուրջ բոլորով մտածում ենք։ Տալիս ենք տարբեր կարծիքներ։ Այդ կարծիքների հիման վրա գնում ենք առաջ, դեպի պատասխանը։ Գեներացնելով մեր գաղափարները։ Այո։ Իսկ այդ քո հորինացն է։ Ոչ, իհարկե ես չեմ հորինել։ Այդպես աշխատում են բոլոր ժամանակակից կազմակերպությունները, նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք ստեղծագործում են։ Այո։ Ինչ է նշանակում գեներացնել գաղափարներ։ Նստի։ Կարելի ասել նույն բանն է նշանակում։ Ուրեմն այսպես, սովորեք, այդ մեզ պետք է գալու։ Ընկերանն այս կարելի է։ Ոչ, չի կարելի։ Հիմա ուղեղների գրոհ ենք անում։ Հարցը հետևյալն է. որտեղ են խաչվում սպորտն ու արվեստը։ Գնացեք։ Իսկ կարող է ֆուտբոլի դաշտ։ Ասում են ֆուտբոլն էլ է արվեստ։ Դե ինքը ուզում ասել, որ Որ ֆուտբոլը կարելի է հարցին հակառակ կողմից նայել։ Ես դեռ ոչ մի բան չունեմ ասելու։ Հիմա ինչ։ Այսպես հավերժ նստելու ենք։ Մի վարքյան էլի, ես ձեր ուղեղային գրոհից գլուխս ցաված։ Ինչ է արվեստը։ Երգ, պար, նկարչություն, քանդակագործություն, թատրոն, կինո, սպորտը, վազք, հարված, մարզանք։ Մի վարքյան, ինչ ասեցիր։ Ասում եմ, արվեստը դա Չէ, դրանից հետո։ դրանից հետո։ Հա, հետո ասացի, սպորտը դա մարզանք։ Այո։ Մենք գտանք, թե ինչ վայրի մասին է խոսքը։ Ապրես գոր։ Չէ, ինչ կարիք կա, բայց կբացատրես, ես էլ հասկանամ, թե ինչ ասացի։ Այլի, մեզ էլ կբացատրես։ Երեխեք, մարզանք, համերգ։
Մարզա Ամերիկային համալիր չէ։ Գնացինք։ Մարզա Ամերիկային համալիր։ Վայր որտեղ խաչվում են արվեստը եւ սպորտը։ Հաստատ էսա նկատի ունեցել մեր ճանապարհորդը։ Ասեմ ավելի, այստեղ գեղասահքի դպրոց է եղել։ Ասե ինչի համար ես խոսում Գորջան։ Ես հիմա պիտի պարկած քնած լինեի։ Երեխեք, Ինչ։ այս մեծ շենքում ո՞նց են գտնելու թե ինչա թաքցրել մեր ճանապարհորդը։ Ախ, իմ կիրակի, կներես, որ գոյդ էսպես եմ վարվում։ Ես հիմա պիտի պարկած քնած լինեի։ Մի հուսահատվեք, մենք մի բան կմտածենք։ Երեխեք, Ինչ։ գնացինք։ Սպասեք։ Մարզադահլիճ նախատեսված է սպորտային միջոցառումների համար, ֆիքսված 5266 նստատեղով, որը կարող է ընդլայնվել մինչև 6274 պտտվող հարթակի շնորհիվ։ Իսկ լրացուցիչ նստատեղերի ավելացմամբ այդ թիվը կարող է հասնել մինչև 8800-ի։ Համերգային դահլիճ 1032 նստատեղով նախատեսված է համերգների եւ մշակութային միջոցառումների համար։ Նստատեղերի թիվը կարող է հասնել մինչև 2040-ի, օգտագործելով պտտվող հարթակը։ Փոքր մարզադահլիճ նախատեսված է սպորտային փոքր միջոցառումների համար 300 նստատեղով։ Հայաստան համաժողովների սրահ օգտագործում է կոնֆերանսների եւ հանդիպումների համար։ Արգիշտի սրահ նախատեսված է հատուկ միջոցառումների համար։ Մեծ նախասրահ օգտագործում է ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների համար։ Ինչ խոսք, ես համաձայն եմ, որ համալիրը մեր քաղաքի յուրահատուկ շենքերից մեկն է, որը ցույց է տալիս մեր անցյալը եւ ցույց է տալիս, թե ինչպիսի հաղթանակած միջոցառումներ են լինելու այստեղ ապագայում։ Բայց եւ այնպես մենք դեռ չենք գտել մեր հարցի պատասխանը։ Ես էլ արդեն հույսս կորցնում եմ։ Իսկ Մարիան հույսը դեռ չի կորցրել ու փնտրում է։ Երեխեք, չեք պատկերացնի, բայց ես ոնց որ գտել եմ հանելուկի պատասխանը։ Ինչ, դե ասա։ Շատ կզարմանաք, նույնիսկ Աննան չգիտի դրա մասին։ Անհավատալի է։ Դե ասա, վայ։ Պատրաստ եք։ Դու էլ են մեր ճանապարհորդը հոչ ես։ Գտել ես, ասա գտել եմ։ Եկեք իմ հետևից։ Ահա, համալիրի փոքր շենքն է։ Գուցե Մանրակերտն է։ Սկզբում կառուցել են սա, հետո նոր էս հսկայական շենքը։ Կարելի ասել սա նախատիպն է։ Հա։ Լրիվ կրկնօրինակն է։ Բայց ինչի համար։ Քանի որ շենքը յուրահատուկ ճարտարապետություն է ունեցել, տարբեր փորձարկումներ են արել, որ հասկանան թե ինչքան է դիմանալու տարբեր աղետներին։ Տարօրինակ է, չէի տեսել նման բան։ Կարծում եմ հանելուկի պատասխանը պահված է այս շինության մեջ։ Դա շատ բան է փոխում։ Բա ինչ եք կանգնել։ Պտտվեք, շրջվեք, ման եկեք։ Ամեն բան պիտի ասեմ, վայ։ Սկսեցինք։
Եկեք։ Տեսնես մեջն ինչ կա։ Պարզ չի ոսկիներ։ Դե եկեք բացենք։ Բացեմ։ Կարդալ։ Արմեն ջան, գոնե դու մի քիչ մարտասեր գտնվի ու մեզ էսքան մի տանջի։ Լավ, կարդում եմ։ Ողջույն, ժամանակի այս պահոցը գտած իմ հետաքրքրասեր բարեկամ։ Այստեղ ես տակցրել եմ մի կտոր Երևանի անցյալից։ Այստեղ դու կգտնես լուսանկարներ եւ կտեսնես, թե ինչպիսին է եղել Երևանը։ Սա մեր քաղաքի անցյալն է։ Ես չգիտեմ, թե դուք որ ժամանակում եք գտել այս պահոցը, բայց այստեղ ավելացրեք լուսանկարներ եւ տեղեկություններ քաղաքի մասին։ Հետո նորից տակցրեք այն։ Ես երկու շաբթից Կիրակի ես գործով եմ զբաղվելու։ Հիմա ինչ գնամ լուսանկարչություն սովորեմ։ Ված ջոր լինի։ Իրոք շատ հետաքրքիր է։ Անկամ ես եմ համաձայն, որ սա ոսկիներից ավելի լավ բան է։ Լավ, բա հիմա ինչ ենք անելու։ Ինչ պիտի անենք։ Լուսանկարներ պիտի ավելացնենք։ Այս անգամ պատվով դուրս եկանք։ Հետաքրքիր է, մեզանից հետո ելով կգտնի այս պահոցը։ Ու քանի տարի անց։ Գիտեք մտքովս ինչ անցավ։ Ինչ։ Որ գաք կիմանաք։ Ողջույն իմ վիդեոարագրի հետևողներ։ Հաստատ դուք եք սիրում մեզպես արկածներ փնտրել։ Մենք հատուկ ձեզ համար որոշեցինք հանելուկ թողնել եւ համալիրի շենքի տարածքում թողել ենք մի պահոց մեր մասին։ Եվ եթե դուք նայում եք իմ վիդեոարագիրը, կարող եք գալ, փնտրել եւ գտնել այն։ Երեքեք ժպտացեք։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մերթի հելտանքր լինի Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America